Մայիսի 2-ին և 3-ին Նինոձմինդայի մարզադահլիճում կայացավ սեղանի թենիսի բաց առաջնություն։ Միջոցառումը վերածվել էր իրական սպորտային տոնի՝ լի խանդավառությամբ և ակտիվ մասնակցությամբ։ Ինչպես տեսնում եք, արդեն երկրորդ օրն է մեր սպորտ դպրոցի մարզադահլիճում, կարելի ասպես ասել, սպորտային մեծ խանդավառություն, մեծ տոն էր սպորտային միջոցառում։ Ավարտեցինք արդեն շրջանի սեղանի թենիսի բաց առաջնությունը, որին մասնակցեցին 5 թիմեր՝ Քեդայի, Խուլոյի, Ախալքալաքի, Ծալգայի և մեր Նինոսմինդայի թիմերը։ Իսկականից շատ բարձր մագարթագի միջոցառում էր, որովհետև բոլոր թիմերը պատրաստված էին, բոլորը ձգտում էին միայն հաղթանակի, բայց եւ այնպես հաղթում է նա, ով ավելի ուժեղն է։ Նմանատիպ միջոցառումները կարևոր են բոլոր մեր մարզիկների համար, որովհետև սա անմիջապես փորձ է։ Երեխաները փորձ են ձեռք բերում, երեխաները թե տակտիկապես, թե տեխնիկապես, թե հոգեբանորեն պատրաստվում են ավելի մեծ միջոցառումների, ավելի մեծ արենաներում դուրս գալու համար։ Այստեղ ամենակարևորը սպորտսմենի հոգեբանությունն է, որը պետք է ինքը պատրաստ լինի եւ հաղթանակին, եւ պարտությանը։ Շատ դեպքեր ենք ունենում, որ զգում է սպորտսմենը ուժեղ է, բայց հոգեբանորեն պատրաստ չի միջոցառումին, շատ հնարավոր է պարտությունը անխուսափելի է, որտեղ լինում են դեպքեր, տեսնում ես, հանգարց 1-2 միավորով հետ է ընկնում, սկսում է արդեն հոգեբանորեն ընկճվել ու սկսում է տանուլ տալ։ Ամենակարևորը սպորտսմենին դա հոգեբանորեն պատրաստ լինելն է։ Ինչ ասեմ, շատ լավ թիմեր էին, բարձր մագարթագով լավ պատրաստված, ես կարող եմ ասել այստեղ ամենաուժեղ թիմը դա թիմերից մեկը դա Խուլոյի թիմն էր։ Երեխաները ընդամենը 10 տարեկան, 11 տարեկան ու շատ բարձր մագարթագի խաղ ցուցադրեցին, որը որ բոլորիս համար հաճելի էր եւ իրենց համար, եւ հանդիսատեսի համար, եւ մեզ համար շատ բարձր մագարթագի պատրաստված թիմեր էին։ Նույնը կարող եմ ասել Քեդայի մասին, նույնը կարող եմ ասել Ծալգայի մասին եւ Ախալքալաքի մասին, բայց եւ այնպես հաղթում է նա, ով ավելի ուժեղն է։ Ունեցանք մենք անհատական հաղթողներ, մեր Նինոսմինդայի թիմը, իսկ վերջում արդեն խմբագային թիմային, այսինքն հաշվարկով ամենաուժեղը մեր Նինոսմինդայի թիմն էր, դա խոսում է մեր մարզիչների աշխատանքի մասին, բարձր տրամադրությամբ, բարձր աշխատանքի, այսօր մեր Աշոտ Սողոյանին շնորհակալություն, երևաց իր աշխատանքի արդյունքը, իր թիմն էր ներկայանում այստեղ եւ ընդհանուր հաշվարկով, թիմային հաշվարկով գրավեց առաջի տեղը։ Ես ողջունում եմ մեր մարզիչներին, բոլոր մեր հյուրերին շնորհակալ ենք, որ եկան մասնակցեցին, այսօր ավելի բուրըն, ավելի ճանաչելի դարձրեցին այսօր մեր Նինոսմինդան, շնորհակալ եմ բոլոր թիմերին, ովքեր ներկայացան այսօր։ Ինչ ասեմ, այսպիսով ավարտեցինք մեր այսօրվա սպորտային միջոցառումը, ինչպես միշտ նմանատիպ միջոցառումներ անցկացնում է քաղաքապետարանի սպորտի բաժինը, իհարկե մեր մարզադպրոցի կոլեկտիվի հետ մեկտեղ, տնօրինության հետ մեկտեղ, իրենց աջակցությամբ շնորհակալություն բոլորին եւ նույնպես ձեզ, մեր հեռուստատեսությանը, որ լուսաբանում եք մեր միջոցառումները։ Սրանով ավարտեցինք, բայց եւ այնպես մեր սպորտային սեզոնը նոր է սկսվում, դեռ ամեն ինչ առջևում են, մեր ծումները շատ են, միջոցառումները շատ են, վաղը մյուս օր արդեն պատրաստվում ենք Թբիլիսի մեկնելու, մեր դպրոցական օլիմպիադան է սեղանի թենիսից, մեր երեխաները, ինչպես գիտեք, դուրս են եկել արդեն հանրապետական տուրին, եթե այս տուրում հաղթող ճանաչվեցին, դուրս են գալու եզրափակիչ փուլ, որը կանցկացվի Բաթումում։ Շնորհավորում եմ մեր երեխաներին, իրենց առողջություն եմ կամենում, հերթական հաղթանակներ ոչ միայն Նինոսմինդայում, այլ ամբողջ տարածաշրջանում, ամբողջ հանրապետությունում եւ հանրապետությունից դուրս։ Առաջնությանը մասնակցեցին 5 թիմեր՝ Քեդայից, Խուլոյից, Ախալքալաքից, Ծալգայից եւ Նինոցմինդայից։ Մրցումներն անցան բարձր մագարթակով, ցուցադրելով լավ պատրաստվածություն եւ մրցակցային ոգի։ Ողջույն իմ սիրելի հեռուստադիտող, Նինոցմինդայում ավանդաբար ամեն տարի անցկացվում է սեղանի թենիսի Նինոցմինդայի բաց առաջնությունը։ Մասնակցում են Վրաստանի տարբեր շրջանի մարզիկներ։ Մեծ շնորհակալություն ենք հայտնում Նինոցմինդայի մունիցիպալիտետին եւ մարզադպրոցին հյուրընկալության համար։ Մաղթում ենք հաջողություններ մեր մարզիկներին եւ ապագա սերնդին։
Սպորտսմենების խվալինդելի դղե դա ծարմատևի ուսուրոտ չեն սպորտսմենებს դա մոմավալ թաոբաս Հատկապես աչքի ընկան Խուլոյի թիմի 10-ից 11 տարեկան մարզիկները, ովքեր ցուցադրեցին բարձր խաղ։ Անհատական հաշվարկով հաղթողներ ունեցավ Նինոց Մինդայի թիմը, իսկ թիմային հաշվարկով եւս լավագույնը դարձավ Նինոց Մինդան։ Ունենք 12 մարզիկ, շատ լավ միջոցառում է, ամեն ինչ ընթանում է բարձր մակարդակով եւ ցանկանում են բոլորին հաղթել հաջողություններ մինչև վերջ։ Տենիսչի Սեղանի թենիսով սկսել եմ զբաղվել 10 տարեկանից եւ արդեն ունեմ բավական լավ ձեռքբերումներ։ Ես Խուլոյի ներկայացուցիչ եմ եւ եկել եմ այս մրցմանը, բոլորին մաղթում եմ հաջողություն։ Միջոցառումը կազմակերպվել էր քաղաքապետարանի եւ սպորտի բաժնի կողմից։ Ներկա էին սպորտի եւ մշակույթի ծառայության պետ Լևոն Վարդանյանը եւ աշխատակազմը։ Հաղթող թիմերը պարգևատրվեցին մեդալներով եւ գավաթներով։